Քանի զավակ ունեք դուք։ 3 տղա, 3 աղջիկ ունեի։ 6 հատ երեխա ունեի։ Աղջիկներիդ ես շատ սիրում, թե տղաներիդ։ Ես ինձ համար աղջիկ տղա հավասար են։ Ես երեխեքի մեջ ջոգողություն չեմ կարող տնի։ Աղջիկն էլ ինձ համար հավասար, տղեն էլ համահավասար։ Թեկուզ թորներն էլ, թեկուզ երեխեքը խտրականություն չունեմ։ Ինձ համար բոլորն էլ հավասար են։ Ես չեմ կարող ասի լավն է, էսի վատն է։ Լավն է, վատն է։ Մեմնուն է իմ թորներն պետք է սիրեմ։ Ես շնորհակալ եմ իմ երեխեքը մարդ տարան, խուժան չտարան։ Շատ երեխեքը ընկնում են փողոցներ, խուժան էին տառնում, իմ երեխեքը ոչ մեկը խուժան չտարավ։ Ես գոհ եմ իմ երեխեքից։ Ինձ մենակ ամենաշատը սիրում էր Էդիկը, մեծ տղես։ Կարոտել ես Էդիկին։ Էդիկը հաստատ չկա։ Լավ օրեր եմ տեսել, վատ օրեր եմ տեսել, ամեն ինչ գլխովս ցանցել է։ Ամենալավ օրը ո՞րն է։ Ամենալավ օրը։ Ամենալավ օրը որ պատերազմը վերջացավ։ 45 թվականի մայիսի 9-ը։ Սաղ աշխարհը թնդում էր ուրախությունից։ Ում ես կարոտել, պապ։ Ես մեն ոչ թե կարոտել, այլ սկսում եմ հիշել հին անցյալը, որտեղ եմ եղել, երբ եմ եղել, որ ճակատամարտում եմ եղել, երբ եմ վիրավորվել, որ հոսպիտալում եմ պարգել։ Միքայել պապ, ձեր կյանքի ամենամեծ սխալը ո՞րն եք համարում։ Ես շատ մեծ սխալներ չեմ թույլ տվել։ Փոքր սխալներ թույլ տվել եմ, բայց մեծ սխալ չեմ թույլ տվել։ Անսխալ մարդ չկա։ Թագավորը որ թագավորը նա էլ է սխալվում։ Անսխալ մարդ չկա։ Կարելի է ներել կամ ուղղել, եթե գտնում ես սխալը։ Իսկ հիշավերը կոպիտ վարվել չի կարելի։ Կա բան, որը կուզեիք փոխել, եթե ժամանակը հետ տայիք։ Դե հիմա գիտես, մի մարդ ոչինչ չի կարա փոխի։ Դա ժողովուրդը ինքը պետք է հասկանա, ինքը իրեն պետք է փոխվի։ Մի մարդ ոչ մի բան չի կարա։ Երիտասարդությունն է կարևոր, իմ կյանքի, եթե ետ գնալ, մենակ երիտասարդությունը։ Ուրիշից ոչ մի բան պետք չէ։ Հասկացող մարդի համար ընտանիքը սուրբ է։ Նրան չի կարելի վարքաբեկել, չի կարելի խփել։ Նրա հետ պետք է շատ մեղմ վարվես։ Ընտանիքը դա ամեն մարդի խելքի բան չի։ Մարդիկ այդ ամուսնանում են, մի քանի օր սկսում են կռիվ գալ տան մեջ, կնոջը ծեծել, այդ ես դրանց դեմ եմ։ Ես կյանքիս վրա կնոջից վրա ձեռ չեմ բարձրացել։ Իսկ երեխեքին խիստ եք եղել։ Դե երեխեքին, եթե չարություն է հենում, մեկ տուտուզներին ապտակ տալիս էի։ Հա, փոքր ժամանակ։ Փոքր երեխեք են, ասենք 6-7 տարեկան են, դե եմ ասվայեղեք մի քիչ չարաչիչ էին։ Ասում են չեն լսում, դե մի հատ տուտուզների խփում ենք։ Պապի, հիմիկվա երեխեքից տեղյակ չես։ Ոչ թե խստությամբ պետք է երեխին սովորացնես, բացատրելով է։ Եթե խիստ ես ելնում, այդ երեխեն ինչ որ ասում ես, վախություն օրիվ ընդունում։ Իսկ երբ որ իսկական բացատրելով մեղմը խոսում ես, նա ավելի շատ է հասկանում, քան թե իրեն վրա գոռալով։ Երջանիկ կյանք եք ունեցել։ Դե հիմա ընտանիքը լավ օրեր էլ այլում, վեճ էլ այլում, ամեն ինչ էլ իմա տանում։ Այդ մենակ ինձ ոչի, բոլորի մոտ է դենց։ Եվ վեճալնում, և իրար հարգում են, և սիրում են։ Սա բնության օրենքն է։
Միքայել պապ, դաջվածքներ ունեք։ Կա, Հələ պատմեք, էլի, որտեղից ինչ է նշանակում։ շատ կա։ Ձերնից վրա, դոշից վրա, մեջքից վրա։ Էմաս խուժան էինք, տպում էինք։ Էմաս բայց արգելված էր, բռնեին կդադեին։ Իսկ հիմա բացարձակ աղջիկներն են տպում իրանց վրա։ Հիմա թույլատրվում է։ Ջահել էինք, չենք հասկանում։ Իմանում ենք կար լավ բանա, բավարս իմանա էդի վատ բաներ, ինչ է իզուրտեղ տպել տալիս, մաշկիս ծակոտիկները փագել ծայի։ Մաշկս օթա շնչում չէ, նագոլքեն ծակոտիկները փագում է։ Երկու հատ բան եմ տպել, մեկը մի հատ ինչ-որ երկուսը թագավորի նկարա։ Ոչ թե մեր ժամանակ, այլ հին թագավորների մեջքից վրա։ Դոշկից մի հատ արծիվ է։ Աղջիկ չկա։ Մի հատ կա։ Էդի չեմ ով նկարեց, ինքն էլ տպեց։ Աստղիկը Ես չէ։ եմ աղջիկների հետ այդքան մոդիկ չէի։ Ինձ համայնված աղջիկ կա չկար նշանակություն չուներ։ Աստղիկը չէր խանդում։ Չէ։ Ինքը գիտեր, որ ես անդավաճան եմ։ Շատ լավ հասկանում էր։ Բա այդ ինչ աղջիկ էր ձեր թևին։ Աղջիկա նկարա։ Ու չէր խանդում։ Մենակ էդի չէ, ստեսել է աղջիկա նկարը։ Ախմախությունը արել ենք էլի։ Ինչի ես տպեմ մաշկից ծակոտիկները փագեմ։ Հենց ինձ անծանոթ աղջիկ էր էդ, ով որ տպեց ինքը նկարը հանեց, կպցրեց ստեղ ու ինքն էլ ծեցեց։ Ես ծանոթ աղջկա նկար չունեմ։ Ինձ համա բոլորն էլ սիրուն են։ Աստղիկը ձեզ փափկեցրեց։ Անո թարգմանի։ Մաման ա քեզի փափկացրե, որ էլ կռիվ չես արե։ Մեր զսպսնում էր, հա։ Ինձի ասում էր հերու մնա դրանցից։ Նախ գիտեր, որ ես մի քիչ կրվարար եմ, չէի սիրում ինձ հետ կոպիտ խոսալ, չէի սիրում իմ վրա բարձր բղավել, կրվարար էի, մեր հետ ասում էր, քեզի մի քիչ հերու պահի դրանցից, մի մոտեցի դրանց։ Աստղիկի հետ ոնց ծանոթացաք։ Նույն մայրում ենք ապրում, նույն ցաղամասում ենք ապրում, իրար շուտել ճանաչում ենք իրար, դեպասը բոլոր ցաղամասի ժողովուրդը մեկը տեսա, որ հարմար է ինձ համա, ամուսնացանք։ Եվաս երիտասարդ ենք, խելքներս չէր հասնում, պետք է հետ էլ ամուսնանում ենք։ Աստղիկից դժգոհ եք, որ ամուսնացել եք։ Չէ։ Ես հիմա եմ դժգոհ, որ գամված եմ տեղաշորին։ Այ հիմա եմ դժգոհ։ Թե ես ընդհանրապես դժգոհություն չեմ ունեցել։ Մամային սիրել ես, պապ։ Հա, բամոց։ Առանց դրան ամուսնություն չի կարող լինել։ Հիմիկվա պես չի։ Ծանոթացանք, ուրեմն լավ հարի ամուսնա, չէ։ Այսի, մենք նույն թաղից էինք, որ մեր թաղը 72 տնտեսություն էր։ Մենք բոլորս իրար ճանաչում էինք։ Խելոք աղջիկ էր Աստղիկը։ Խելոք ա եղել։ Թե իրան էր ծևացնում, նազերը ստացա, որ ամուսնացանք։ Բայց ձևացնում էր, թե խելոք էր։ Բայց շուտ թողեց գնաց։ Կարոտել եք, հիշում եք Աստղիկին։ Հիմա կարոտեմ, չկարոտեմ, հետ բերել չկա։ Թաղի ամենասիրուն աղջիկն էր։ Համ նեժնի էր, համ սպիտակամորթ էր։ Այդ չեմ ոնց ստացվեց, որ հավանեցինք իրար։ Նու երիտասարդ ժամանակ
մի քիչ կռվարար եմ եղել, չէի սիրում, որ ինձ վրա մեկը գոռար կամ վաղտել խելքս չէր հասնում, հետո որ խելքս սկսեց հասնել, ասի այ մարդ, նրանք էլ ինպես մարդ են, ինչի իր այդ վիճեք, ավելի լավ է իր այդ ընգերավարի ապրենք։